Սես մի բան կա էլի երկրի ղեկավարը պետք է սիրի պետություն։ Եթե երկրի ղեկավարը պետություն չսիրեց, եթե երկրի ղեկավարը սիրեց իր ընտանիքը, իր ընտանիքի բարեկեցությունը, այդ պետությունը կործանվելու է։ Այդ պետությունը պետություն չի դառնա երբեք։ Այ մենք նայեք, սկսել ենք 92 թվին, ասենք, ԽՍՀՄ փլվեց, անկախություն բան հռչակեցինք, պետություն, Ղարաբաղն էլ ընդ է, Ղարաբաղում մարդիկ կազմակերպեցին մի խոսքով ինչ կատարվեց, Ղարաբաղի առաջի նախագահ բան, երկրորդ նախագահ, առաջինին խփեցին, դե հեչ նա սիրում էր, նա պետությունը սիրում էր, Արթուր Մկրտչյանը եթե ողջ մնար, Ղարաբաղը հիմա լինելու էր, ինքն էլ հնարավոր այո արդեն անկախ լիներ, նրան չոքացրին պետություն չսիրողները, հիմա վերցնենք Քոչարյանին, դե հիմա այս մարդու կյանքը մեր աչքի առաջին անցել լրիվ, թե Ղարաբաղը, թե Հայաստանում, գետ մի հատ օրինակ ցույց տվեք, որ նա պետությունը սիրել է, ցույց տվեք մի հատ օրինակ, որ նա սիրել է պետությունը, կամ Լևոն Տեր-Պետրոսյանը, ցույց տվեք մի հատ օրինակ, որ պետությունը սիրել է, կամ Սերժ Սարգսյանը, որ պետությունը սիրել է, ցույց տվեք, օրինակ ինձ ասեք այս բանը նա պետության համար պատրաստ էր իր ընտանիքից էլ զրկվի, ամեն ինչից էլ, հարստությունից, տանից, տեղից, եսիմ, իր եղբայրներից, եղբոր որդիներից զրկվեն, դե հիմա նայեք, Քոչարյանը ինչ արավ, Ղարաբաղը թողեց անդեր, չէ, ինչ որ մարդիկ նշանակեց ընդե իբր տերություն անեն, դա իր պետությունն էր, չէ, որ ուզում էր ստեղծի, ասում է ես եմ, չէ, Ղարաբաղի հերոսը, Ղարաբաղի առաջին նախագահն եմ, իր խոսքերն եմ ասում, չեմ օրինում, բա պետությունը տենց են սիրում, նա իր ընտանիքը առոք, փառոք, իր բարեկամ հարազատներով, բանով, սաղ վերցրավ այդ թքած ունեցավ Ղարաբաղի վրա, եկավ Հայաստան ինչ արավ այդ պետության համար, սիրեց այդ պետությանը, նա սիրեց իր կնգան, իր երեխանցը, ամեքի համար 50 հատ տունը առես, տենդեք, կվարտիրեք, եսիմ ամեն ինչ էր էլի, խանութներ, օֆիսներ, հյուրանոցներ, դա սիրեց պետությունը, դա ոնց կարա լինի երկրի ղեկավար, նրանից հետո Սերժ Սարգսյանն եկավ, ինչ արավ Սերժ Սարգսյանը, էլի իրա մեբիլ աղբորտանց բան բերավ սաղ ժողովրդին, սաղ Հայաստանը թավանի տակ դրին, էս արին, են արին, չէ, ձեր աչքի առաջ չի կատարվել ամեն ինչը, ժողովուրդ ջան, ձեր ցավը տանեմ, դոտը ասմա, ես վարչապետ չեմ ուզում դառնամ, անայն մարդը գիտի, որ ինքը չի սիրում պետությունը, ինքը սիրում է հարստություն, ճոխ ապրել, ինքը հասկանում է, դոտը հասկանում է ամեն ինչ, տրամայել ասում է, ես չեմ ուզում երկրի ղեկավար դառնամ, որովհետև ինքը գիտի չի սիրում,
Նա չի կարա պետություն ղեկավարի, ինքը հասկանում է, իսկ դրանք չսիրելով ուզում են պետության ղեկավար դառնան։ Դուք ձեր երեխանցն եք սիրում, այդ ձեր ցավը տանեմ, ձեր ընտանիքն եք սիրում։ Հիմա Սամվել Կարապետյանն է եկել։ Այս քո ցավը տանեմ, 30 տարի դուք հո ընտանիքը գնացել, աշխարհի տարբեր տեղերում բիզնեսներ դրել, բան արել։ Հիմա ասում ես ես գալու եմ Հայաստանը կառավարեմ, Հայաստանը դառնա ուժեղ Հայաստան, ուժեղ էսի ինչ։ Ոնց հալում տես, քո ցավը տանեմ։ Բա դու եթե պետությունը սիրում ես, լավ, ես էլ եմ դուս եկել։ Ես էլ չեմ որովհետև սիրել, ճիշտը խոսանք։ Ով դուս է եկել, նա չի սիրել պետությունը։ Եթե պետությունը սիրում են, մնում են պետության մեջ, սովա, ծարա, ես իմ ամեն ձևի դիմանում են, իմ հալալ աղբերը ինձ ասել է, գիտաս ինչ ասել է, մենք մի քիչ թե աղքատ ենք ապրում, բայց մեր երկրում ենք ապրում, եւ վերջ, իմ եղբայրը ինձ ասել է դա 90, երևի 7-98 թվերին։ Ես երբ եկա տուն, այդեն զրուցեինք, ասեց մենք աղքատ ենք ապրում, բայց մեր երկրումն ենք ապրում, всё, մեր պետությունում ենք ապրում, իմ հալալ աղբերն է ինձ ասել դա։ Հիմա Սամվել ջան, հասարակ մի հատ դու քո բերանով ասեցիր։ Ասիր ես իմ ունեցվածքը լրիվ տալիս եմ իմ ընտանիքին, իմ երեխանցը, դու քո բերանով ասեցիր։ Մենք չենք հորինում, քո վրա չենք սարքում։ Լրիվ ինչ ունեմ, չունեմ, տալիս եմ նրանց, ես գամ Հայաստանը ղեկավարեմ։ Ցավդ տանեմ։ Այդպես չեն սիրում Հայաստանը, պետությունը այդպես չեն սիրում։ Դու քո երեխաներն ես սիրում, քո ընտանիքն ես սիրում, քո ունեցվածքն ես սիրում։ Պետությունը մի ուրիշ բան է։ Նայեք Նիկոլ Փաշինյանին ոնց է պետությունը սիրում։ Ցույց տվեք նրա դղյակները ձեր տների նման, նա կարար չէ։ Գիտեք Նիկոլի համար դժվար էր մի 10 միլիարդ փող գողանա այս 7 տարում։ Ու դառնա Հայաստանի ամենահարուստ մարդկանցից մեկը։ Գիտեք թե դժվար բան էր, հա դա։ Իսկի էլ դժվար բան չէր։ Իսկի ոչ մեկն էլ չէր էլ ջոկի։ Բայց ցույց տվեք։ Այն մարդը պետության համար է կյանք տալի։ Չեք տենում, չեք նկատում, ձեր աչքի առաջ ալում է։ Դա տնկանն էլ ասեց գնա է։ Ընտանիքը վեկալ թող գնա, ես իմ պետությունը կառավարելու եմ, իմ պետությունն եմ պաշտպանելու։ Աչքերն ու առաջ է կատարում ամեն ինչն, չի որ ես հորինում եմ կամ բանին, դուք տենում եք, բոլորդ էլ ազգ, հայ ժողովուրդ, բոլորդ էլ տենում եք։ Այդ քարոզները այդպես որ քարոզում են արա Նիկոլը սենց, արա Նիկոլը նենց, հիմար բաներ են ասում, այ մարդ, արա դուք պետություն սիրեք, պետություն, արա դուք մի սիրեք Քոչարյանին, դուք մի սիրեք Սամվելին, դուք մի սիրեք Նիկոլին, դուք մի սիրեք մեկին, այն մեկին, արա դուք պետությունը սիրեք, որ պետություն ունենաք։ Եթե պետությունը չսիրեցիք, ամենքը ձեր ստամոքսը սիրեցիք, ձեր լավ ուտելը, ձեր լավ խմելը, ձեր լավ հեռուստացույց բան ունենալը, ձեր լավ են բոթասներ հագնելը, այս մի բանը հազարավոր դոլարանոց է։ Էդա պետությունը ղեկավարը պետքա սիրի պետությունը միայն, մնացածը իր համար պետքա լինի երկրորդական, իր սեփական երեխեն, իր կինը, իր տունը, իր տեղը, իր ընտանիք ամեն ինչ պետքա լինի երկրորդական։ Նույնիսկ ձեր սիրելի Պուտինը դեռ 20 տարի առաջ իր կնգանը բան լրիվին ճամփատրե նվիրված է Ռուսաստանին։ Պուտինը նվիրված է Ռուսաստանին, ես դա գիտեմ։ Սխալ քայլեր անում է, որովհետև ինչի համար է սխալ քայլեր անում, որովհետև նրա 4 կողմը սա գողավազակներ են։ Նա էլ է թույլ տալիս սխալ քայլեր ավտոմատ, բայց նա սիրում է այդ պետությունը։ Նա իր ընտանիքից վերադասել։
Հասկանում եք։ Համաշխարհային որ լիդերներին մտիկ անես, համաշխարհային են ամենակարևոր լիդերները բոլորն էլ ընտանիքից հրաժարվել են։ Բոլորն էլ անունները դուք ինքներդ կարաք գտնեք, բոլորն էլ ով պետությունը սիրել է ընտանիքից հրաժարվել է։ Որովհետև պետությունը ղեկավարի համար պետք է լինի Աստծուց հետո պետությունը, սենց ասեմ, որ պարզ լինի, Աստծուց հետո պետությունը։ Ես ինձ մարել եմ ասում, որ հասկանայինք, իմանայինք, հասարակ մարդ ենք, էլի ասենք, մենք ղեկավար չենք, բան չենք, մենք էլ աշխատում ենք մեր փոքր պետությունը սիրենք։ Հասարակ մարդ ենք, գնացել ենք ստե աշխատենք, մենք էլ մեր պետությունը պահենք, մեր փոքր ընտանիքը։ Բայց լավ կլիներ, որ մեր երկրում ղեկավարը այնենց լի, պետությունը այնենց սիրի, որ մարդիկ մեր նման չգնան, դուրս չգան, մնան երկրում աշխատեն, դա պետության ղեկավարից է կախված։ Հիմա ինչքան են Իջևանի լեզվով ասեմ, ինչքան գյալմա կա, գյալիս ասում ես փող ունեմ, փողատեր եմ, ես սենց եմ, ես պետք է երկիր ղեկավարած թալանասին ասում են, մենք պետք է նորից երկիրը ղեկավարենք, Նիկոլը լավը չի արա, մենք ենք լավ, Նիկոլը ես ինչ արա, Ղարաբաղը կրվեց։ Լավ էլի, ժողովուրդ ջան, ձեր ցավը տանեմ, լավ մտածեք, ով իրականում պետության համար մի բան անում է, այս որ ասում են, սենց բռնեցին, 15 հոգի բռնեցին, 20 հոգի բռնեցին, 4 հոգի բռնեցին, սենց զանգերով, բանով, հավատի բռնեն, պետություն է, որովհետև ստեղծվել, պետությունում այդ մարդկանց վստահված է ոստիկանություն, վստահված է ցետախոզություն ես մի բան, նրանք էլ աշխատում են։ Իսկ սրանք բոլորի աշխատանքը համարում են Նիկոլն է բռնել, հա լավ արել։ Պետության ղեկավարը բավարի բռնի, բա ինչ անի, թողի ուրիշը բռնի, այդտենց ամեն ինչ էլ անում պետության համար, այդտենց պետք է աշխատես։ Ժողովուրդ ջան, դուք ընտրեք ձեր հոգով, ձեր ուղեղով, ձեր սրտով, լավ մտածեք մի բան անելուց առաջ, լավ մտածեք, միշտ լավ մտածեք, կրկնում եմ, այն ղեկավարը, որ ձեր աչքի առաջ պետությունը սիրում է իրականում, պետությունը այդ ղեկավարի համար վեհ ամեն ինչից, նրան էլ կգնաք ու կընտրեք։ Թե չէ, սենց ես գյալ մեկը, մալ մեկը, եստեղից ընդեղից եկածները եկան են Գյոզալ Դիմիրջանին, բանին վերացրին, Վազգենին, տեղացիներին իրական, որ Հայաստանի համար նրանք Վազգենը կյանքը տվավ, Հայաստանի բանակ ստեղծեց։ Ես ճիշտ ասած նրան ենքան է շատ չեմ սիրում, որ Ռուսի հետ շատ մոտիկացավ Գրաչովի բանի հետ էլի, շատ չեմ սիրում, բայց մարդը Հայաստանի համար ստեղծեց, պետության համար, նա նույնիսկ չամուսնացավ այդ տարիքում Վազգենը, նույնիսկ չամուսնացավ, պետության համար ամեն ինչ արավ։ Դիմիրջանը, այդ մարդկանց, են որ ասում են Նիկոլը վախը մայեսանում, այդ մարդկանց սրանք իրականում իրանց վախից սպանեցին, ոչնչացրին, հասկանում եք, այդքան բան։ Ժողովուրդ ջան, ընտրեք այդ մարդկանց, ով իրականում սիրում է պետություն։ Ես այս հասակում սկսել եմ սիրել։ Ինձ իմ ամբողջ ընտանիքը, բանը, լրիվ, հարյուրներով իմ ընտանիքը մեծ ընտանիքը էլ, ասենք իմ բարեկամություն, բոլորն էլ չեն ուզում, որ ես մի բան խոսամ, բայց ես իմ հայրենիքի համար եմ խոսում, այդքանը ինձ բավական է։ Բարի գիշեր բոլորիդ, ձեր ցավը տանեմ։